մուտքը մեկ բացում են, մեկ փակում։ Ինչպես է ձեզ կարելի է ներս մտնել քաղաքացիներից շատերին չէ։ Դե մենք էլ ավելի ուշ մտանք, մեզ էլ էին ընտրողաբար ներս թողնում։ Սպասեցին էլ մտան։ Մարդիկ էին մտնում, հերթով մտնում են։ Ով ում չեն թողում, նկարեք, եթե մարդիկ չեն թողնում։ Իսկ ուժայինների այս գրոհը եկեղեցու տեսնում, գալիս։ Ձեզ ասում են բացում փակում են, բացում փակում պարբերաբար, այսինքն այդպես հազարներով։ Պարոն Ալեքսանյանը, ուժայինների այս գրոհի վերաբերյալ ինչ կարող եք ասել։ Չեք տեսնում, այստեղ ուժայինները ավելի քիչ առաջ երբ իմ աշխատանքը խոչընդոտվում էր, երբ լրատվամիջոցները ներսում էին, իսկ ինձ թույլ չէին տալիս, այո։ Ես այնպես իրավիճակում էի, որ առնվազն իմ աշխատանքը խոչընդոտվում էր, պարոն Ալեքսանյան։ Չեմ նկատել նման բան, նոր եմ եկել, Անի ջան, ցավում եմ, եթե նման բան ա տեղի ունեցել, որովհետև ես օրինակ միշտ ասել եմ, որ դուք ընդդիմադիր լրագրության մարմնավորումն եք եւ դուք մարմնավորում եք ձեզնով ընդդիմադիր լրագրողներին ու կարծում ձեր նկատմամբ նման պահվածքը անթույլատրելի ու անընդունելի է։ Ցանկացած պարագայում, որովհետև նորից եմ ասում, իմ ընկալմամբ ու իմ կարծիքով դուք ընդդիմադիր լրագրության լավագույն սերունդն եք։ Ու ձեր նկատմամբ նման վերաբերմունքը նորից եմ ասում անթույլատրելի է, հարկելի է։ Պարոն Ալեքսանյան, ինչպես կգնահատեք այս իրավիճակը, որ յոթեր եկեղեցին ամբողջությամբ շրջափակված է ոստիկաններով, ուժային կառույցներով, սա դուք նորմալ եք համարում։ Տեսնում ենք, մենք բոլոր մուտքերը ոստիկանական ուժերով են շրջափակված։ Այսինքն սա համարում եք նորմալ երևույթ, որ պատարագ է մատուցվելու նման ուժային կառույցների վերահսկողության մեջ։ Ես իսկ ուժային կառույցները ձեզ ինչով են խանգարում։ Ես կներեք էլի հազարներով դուք ինչ որ ենթամշակույթի կրող եք, որ ուժային կառույցների ներկայացուցիչները ձեզ խանգարում են։ Երբևէ մենք նման բան չենք տեսել։ Գյումրեցիներից երբևէ նման բան չենք տեսել։ Քաղաքացիներն սայլուկ են, ներողություն բառացի մեջ բերեմ, ասում են, ես ինչ իրավիճակ է, աննորմալ են, սայլուկ են։ Իմ այդ վիրավորական արտահայտությունները բառացի պարզապես։ Հավատացնում եմ ձեզ անկեղծորեն, ես էլ բառացի շատ բան կարող եմ մեջ բերել։ Ամենայն անկեղծությամբ, բայց կարծում եմ վիրավորական արտահայտությունները տեղ չեն։ Ձեր հարցին ի պատասխան ես չեմ հասկանում այդ դիսկոմֆորտը, որ որոշ մարդիկ զգում են օրինակ ոստիկանության ներկայացուցիչներից։ Ինչ դիսկոմֆորտ։ Երեք քահանաները ասեցին, որ եթե նման իրավիճակ լինի, ուրեմն եկեղեցին բռնազավթված կհամարեն, այսինքն հիմա եկեղեցին բռնազավթված։ Որ քահանաները։ Սուրբ Յոթվեր եկեղեցու Շիրակի թեմի քահանաները։ Ինչով է բռնազավթված իսկ։ Որովհետև իրենք պատարագ չեն մատուցելու եւ իրենց ծառայության վայրն է եւ իրանց ինչ-որ մեկը արգել է, դա։ Փորձել են խմբագրել պատարագի տեքստը եւ կարգը ըստ էության, այսինքն իրենք ահազանգում են գրաքննության մասին, ինչը ի դեպ Նիկոլ Փաշինյանը չի հերքում, ասում է մենք ենք խնդրում, որպեսզի կաթողի, բայց մարդիկ 30 տարի այդ անունը տվել են, ինչպես չտան։ Կարծում եմ ինչ-որ մի վատ բան, ցանկացած մի վատ բան, որը տևում է 30 տարի, պետք է ունենա իր վերջը, անկախ նրանից տևում է 30 տարի, 40 տարի, 50 տարի։ Պետք է ունենա իր վերջը։ Իսկ Կտրիչ Ներսիսյանի անունը տալը դա վատ բան է, որտեղ Կտրիչ Ներսիսյանը ուխտադրուժ է։ Կտրիչ Ներսիսյանը կաթողիկոս չի, Կտրիչ Ներսիսյանը պաշտպանում է մի arczepiskopos-ի, որը փաստացի ներողություն եմ խնդրում, հազար ներողություն եկեղեցու էլ առաջ ենք, բայց սրբապիղծ է ու այդքանով հանդերձ ես կարծում եմ ամեն ինչ դրանով ասված է։ Երեք Սուրբ Հակոբ եկեղեցու քահանան, որտեղի սկզբանե որոշվել էր, որ Նիկոլ Փաշինյանը պետք է գնա եւ մասնակցի պատարագի, նշում էր դուք Աստված եք, որ փորձում եք եկեղեցին մաքրագործել, դուք չունեք այդ հնարավորությունը։ Այս համանդրորեն չունեք։ Այսինքն Սահմանադրությունը կոնկրետ արգելում է կոնկրետ մարդկանց իրանց հավատքի սահմաններում գործողությունները։ Սահմանադրությունը արգելում է գործերին։ Իշխանություններին։ Հարգելի գործընկերներ, իշխանություններին գուցեև արգելում է, բայց հայ առաքելական եկեղեցու հավատավոր հայ առաքելական եկեղեցու հավատավոր հետևորդներին միանշանակ չի արգելում։ Թույլ կտակ հիմա հայ առաքելական եկեղեցու ցանկացած հավատավոր ժողովրդի հետ այսպիսի զորք է գնում։ Երբ որ օգտագործվում են այդ ուժային եւ վարչական լծակները, դա այդ չեղավ, որ քաղաքացի Նիկոլ Փաշինյանն է գալիս, չէ, եղավ, որ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն է գալիս։ Ներողություն, բայց վարչապետը երբ որ չգիտեմ, օրինակ գնա իր ինչ որ մի բարեկամի ենթադրենք հարսանիքին, չգիտեմ,
եղբոր տղայի օրինակ հարսանիքին, եթե գնա, էլի այդ կառույցները գնալու են իր հետ, որովհետև նա Հայաստանի Հանրապետության վարչապետ է եւ օրենքով է ամրագրված, որ նա պետք է ունենա հատուկ ծառայությունների հսկողություն։ Եթե ազգաներողություն ավելի շատ պետական պահպանության ծառայության աշխատակիցներ Ես համաձայն չեմ։ Ես տեսնում եմ ինչքան մարդ է այստեղ մտնում ու ես տեսնում եմ հիմա այստեղ ինչքան մարդ է մտնում, հարգելի ընկերներ, ու ես տեսնում եմ, որ վերջին 1-2 ամսում Հայաստանի որովհետև մենք տեղեկություններ ունենք, որ պետական կառույցներին պարտադրել են պետական հիմնարկներին, մարզպետարանի ենթակայության հիմնարկներին, անուն տվեք։ Մանկապարտեզներ, դպրոցներ, մանկապարտեզները քաղաքապետարանի ենթակայության տակ են, կներեք ավարտե մանկապարտեզները քաղաքապետարանի ենթակայության տակ են։ Ու երբ որ ներքին ՆԳՆ-ն եկել էր Վարդանիկի հետևից, այո, Վարդանիկը պարտադրել էր, որպեսզի մանկապարտեզի աշխատակիցները դուրս գան միտինգի եւ դրա համար են հատուկ գործ պետական մյուս կառույցներին պարտադրել է, որովհետեւ նաեւ հրապարակվեց նաեւ ձեր ներքին այդ ոնց են ասում, մեսենջերի խոսակցությունները, որ պլյուս են գնում, ես ներկա, դու ներկա, այս մյուս կառույցին կասել։ Մի վարքյան ինչն է մանիպուլյացիան, որ ասացի Վարդանիկը ստիպել է, որ մանկապարտեզներից դպրոցներ, բան դուք միանգամից շեշտվեցիք մանկապարտեզների վրա, դպրոցները, հուշհաստատությունները, որոնք այստեղ ներկա են։ Այսինքն դուք շեղեցիք, որ չշեղեցի ձեր խոսքի վրա, պատասխանեցի ձեր խոսքին, դրա պատասխանեք նաեւ հուշհաստատությունների։ Չէ, դուք ընդունում եք, որ դա մանիպուլյացիա չէ։ Ես չեմ եղել, ես չեմ տեսել։ Չէ, ընդունում եք, որ դա մանիպուլյացիա չէ։ Մանիպուլյացիա է, իհարկե մանիպուլյացիա։ Դե ժողովուրդ ջան, շատ լավ։